Նիկոլ Փաշինյանին իրենք սատարելու են աղաղադի ընտրություններում, համեցեք։ Գիտեք, ընդհանուր առմամբ Թուրքիան առաջի դեպքը չի, չէ, որ բացահայտ իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։ Հիշեք, դա այն 21 թվականներ չէ, այդ գլխավոր շտաբի հայտարարությունը երբ եղավ, եթե չեմ սխալվում, դա 21 թվականի փետրվարին էր, երբ Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը եղավ, զինվորականության հայտնի հայտարարությունը, այն ժամանակ Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան ինստիտուտները եւ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանում իրենք թույլ չեն տա ռազմական, չգիտեմ, ինչ-որ միջամտություն, հա, եւ նույնիսկ սպառնացին, որ իրենք խառնվեն։ Այսինքն սա ուղղակի միջամտություն է, սա միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, սա ուղղակի աջակցություն էր գործող վարչախմբին, գործող ռեժիմին։ Հիմա Ֆիդանը ըստ էության ուղղակիորեն, այսպես ասենք, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձին, պնդում էր, որ ամենաբարձր ռեյտինգը ունի Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա իշխանությունները, ուղղակիորեն ըստ էության այդ աջակցությունը հայտնելով այդ իշխանությանը։ Սա էլ զարմանալի չի, եթե քաղաքական կամ ռեգիոնալ աշխարհաքաղաքական Թուրքիայի շահից ելնելով, բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները դրանք անփոխարինելի ռեսուրս են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար եւ իրենք բոլոր ռեսուրսները օգտագործելու են, որպեսզի իրենց թեկուզ աջակցությամբ կարողանան գոնե ինչ-որ երկարացնեն այս իշխանության կյանքը, բայց գիտեք, դե ընդհանուր առմամբ գիտեք, զորքեր ուղարկելու մասին հայտարարությունները իրենք կարող են անել ընդհանուր առմամբ, որքանով դա հողի վրա, գետնի վրա կարող է լինել, դա այլ հարց է, որովհետև այնուամենայնիվ այստեղ գետնի վրա նաև այլ խաղացողներ կան, որոնց համար մի բան է ինչ ես հայտարարում, դիվանագիտական առումով կամ բան, մի բան է, թե իրականում դու կարող ես այստեղ զորք ուղարկել, թե չես կարող ուղարկել, որովհետև զորք ուղարկելը դա արդեն կոնկրետ ակցիա է եւ դա արդեն օրինակ նույն Ռուսաստանում տարբեր լոբիստական խմբերը կամ չգիտեմ ազդեցության խմբերը ինչ կարծիք ունեն քաղաքական առումով Թուրքիայի վերաբերել, դա այլ հարց է, բայց եթե Թուրքիան կոնկրետ գործողություններ անի մի տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կա օրինակ ռուսական բազա, ապա ես կարծում եմ, այդտեղ այդքան էլ հեշտ չի այդտեղ մտնել ընդհանրապես կանխարգելիչ ամենայն դեպս ինչ որ հայտարարություններ կարվեն, այսինքն տեսնում ենք Հայաստանի իշխանությունները ինչ քաղաքականություն են տանում, ինչև անգամ հերո չէ, որ այսօր առավոտը զարթնենք իմանանք Փաշինյանը ասաց բազան դուրս է գալիս։ Դե գիտեք, մի բան է, երբ որ ասում են բանից Զվարթնոցից բաները դուրս են գալու 6 ամիս հետո, օրինակ այդ սահմանապահները, փաստաթղթեր ստուգողները, հա, կամ շարժը ստուգողները, վերահսկողները, կամ որևէ մի հատ անցակետից են դուրս գալիս, սահմանապահ չէ, օրինակ Իրանի հետ կապված, մի բան է, երբ ասենք դու հայտարարում ես բանի մասին, ասենք բազայի հանելու մասին, դա այդքան հեշտ գործընթաց չի ընդհանրապես, այսինքն եթե ինչ-որ մի բանում ռուսները աչք են փակել կամ ռուսների դա առանձնապես չի հետաքրքրել ուկրաինական բանի գործընթացների ֆոնի վրա, ապա դա չի նշանակում, որ ռուսների համար միևնույնն է, թե ստրատեգիական իրենց համար նշանակություն ունեցող, դեռևս ստրատեգիական նշանակություն ունեցող ռեգիոնում իրենց բազան լինելու է, թե չի լինելու, այսինքն ուզում եմ ասեմ, այստեղ ռուսները ասում են не надо путать берега, էլի, ասում են попутал берега, այստեղ ամեն ինչը իր առանձին դրվագը կա, այսինքն դա հայտարարելով չի մի առավոտ, եւ դա հայտարարելով չի, ասենք զորքս կմցնեմ, ասենք թե այսպես, ստեղ ընդեղ բանի մասին է խոսքը, Թուրքիա, հա, ես կարծում եմ քաղաքական հայտարարությունը արվել է, համենայն դեպս, ուղղակի չի իհարկե աջակցություն, չէ, չի ասվել, որ մենք աջակցելու ենք եւ այլը, որքանով ես այդ տեքստը նայել եմ, ուղղակի, այսպես ասենք, PR-ի մակարդակով է դա արվել, որ պարզվում է Թուրքիան։ Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի, մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն առաջատար է հաղթություններով, մենք իսկապես աջակցում ենք նրան այս գործընթացում։ Հա, այսինքն նույնիսկ ուղղակի է ասվում, այսինքն
Հա, այս պարագայում ես կարծում եմ դա նաև հակառակ տեսակյունից պետք է նայել ընդհանուր։ Եթե պատկերացրեք ինչքան անորոշ է վիճակը Նիկոլ Փաշինյանի, այսինքն հետագա հեռանկարները, որ Թուրքիան ստիպված է լինում իր դեմքով ուղղակի աջակցություն հայտնել, ուղղակի ըստ էության փորձել խաղաքարտեր խառնել, ուղղակի նոր իրավիճակ ստեղծել, որովհետև Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ այս հայտարարությունը Հայաստանում ինչ ձևի կարող է ընկալվել, Հայաստանի գործընկերների մոտ ինչպես կարող է ընկալվել, դեռևս ստրատեգիական գործընկեր համարվողի մոտ ինչպես կարող են ընկալվել։ Այսինքն ես ընդհանրապես կարծում եմ, որ երբ նման տիպի հայտարարություններ են անում ուղղակի աջակցման, ապա դա ընդհակառակը նշանակում է, որ իրավիճակը բավականին անմխիթար է, մտահոգիչ է, իր Նիկոլ Փաշինյանի, չէ, ես դրա մասին չեմ ասում, բայց դրա մասին ենք խոսում։ Նմանատիպ հայտարարություն փաստացի արվեց նաև Եվրոմիության կողմից։ Երբ հայտարարվեց, որ քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունների նկատմամբ կամ Հայաստանի նկատմամբ այդպես հիբրիդային պատերազմ է լինելու Ռուսաստանի կողմից, ապա իրենք, ասենք, գումար են հատկացնում Հայաստանին, չէ՞, դրա համար, այսինքն մենք գիտենք, մենք խոսքը գնում ենք հիմա 15 միլիոնի մասին, դա միայն հրապարակված թվերն են, այլ խողովակներով, այլ այսպես ասենք հասարակական կազմակերպությունների խողովակներով, այլ, չգիտեմ, բարեգործական եւ այլն, մի խոսքով շատ տարբերակներ կան, ինչքան է գալու դրա համար, այսինքն ուղղակիորեն Եվրոմիություն, այսինքն դա այդ կասկածները, այո, մենք կարող ենք ունենալ։ Հիմա ընդհանրապես այս պայդրությամբ կասկածներ, եթե կլինեն փաստեր, դրա մասին էլ երևի կխոսվի։ Այսինքն Հայաստանի ներքին գործերին խառնվել են առաջի հերթին եվրոպացիները, որոնք ուղղակիորեն ասել են, որ կարող է հիբրիդային պատերազմ լինել, այս իշխանության դեմ, այս իշխանությունը մեր տղեկն են, ինչպես նշվում է, մեր տղեկն են, մենք իրենց պետք է աջակցենք, նույնիսկ ասել են, որ մոդելով Մոլդովայի տարբերակով, հիմա Թուրքիան է դրա մասին ասում, ուղղակիորեն ասում է, քանի որ ինքը մեր տղեն է, մեր համար լավ պարտնյոր է, մենք իրեն աջակցելու ենք, ուղղակիորեն աջակցելու ենք եւ ընդհանուր առմամբ ասում են իր ռեյտինգը ամենաբարձրն է։ Ինչ վերաբերում է ռեյտինգին։ Մենք եկեք դրան վերջում հատկապես, որովհետեւ գալիք ընտրությունների հետ կապված որ խոսելու ենք, հիմա մեկ այլ հարց, պարոն Հակոբյան, 4 ռազմագերի վերադարձավ հայ։ Ես հիմա ուզում եի այստեղ մի հատ էլ ակնարկել, հիմա պատկերացրեք, ես չեմ կարծում, որ սա վերջի, այսպես ասենք, բանն է, հայտարարությունն է լինելու կապված հայաստանյան առաջիկա ընտրությունների հետ, որոնք ուղղակիորեն գնահատվելու են որպես միջամտություն, աջակցություն, գործող վարչախմբին, բայց դուք պատկերացրեք, որ եթե հիմա հանկարծ ուղղակիորեն, ասենք, նույն ռուսները կամ Իրանը կամ մի այլ երկիր հայտարարի, որ իրենք ըստ էության աջակցություն են հայտնում օրինակ X ընդդիմությանը։ Ինչ, հա, սա ամենաանընդունելի բանն է ընդհանրապես, որ ասենք դրսից ուղղակիորեն միջամտում են առհասարակ։ Եվ ռուսին է դա վերաբերվում, եւ ամերիկացուն, եւ եվրոպացուն, եւ թուրքին, եւ ադրբեջանցուն, եւ այլն, դա ամենաանընդունելի, բայց ըստ էության հայկական քաղաքական անցուդարձում, քաղաքական պրակտիկայում սա դառել է նորմալ երևույթ, որ կալասա, չգիտեմ, ով կարող է ասենք հիբրիդային պատերազմում կողմ դառնալ Հայաստանում, ինչ որ ասենք տվյալ դեպքում իշխանություններին հնարել հիբրիդային պատերազմի մասին, Թուրքիան վաղը կարող է ասել, որ Հայաստանում տերորիստական խմբեր են գործում եւ այդ պատրվակով ներքաշվի, ռուսները մի այլ բան կարող են ասել եւ այլն։ Հա, սա այսինքն երկրում այլևս այդ հիմնական պոստուլատներից մեկը քաղաքական, որ դրսից միջամտություն չի կարող լինել, դրսից տղաբերելը, ուղղակիորեն տղաբերելը չի կարող լինել, հիմա, այսպես ասենք, այդ խաղի այդ գիծն էլ է տրորվել, անցել այդ կարմիր գիծը, հիմա դրա համար ես չեմ զարմացել առանձնապես, վաղը մյուս օրը ես կարծում եմ կարող է նմանատիպ մի հայտարարություն լինել նաև Ադրբեջանի կողմից, որոնք ուղղակիորեն կարող են ասել, որ այս մեր տղան խաղաղություն ա ուզում, իսկ այն մնացածը ռևանշիստ են, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ աջակցենք
բանին։ Հələ մի բան է մատ թափտան, այ որ եթե հանգարց մենք զգանք, որ այնտեղ եղանակ է փոխվում քաղաքական դաշտում, հա, մենք բան կանենք, այսպես ասենք, մենք այսպես կազդենք այդ process-ի վրա, օրինակ, չգիտեմ, սահմանում, հա, ցույց տալու համար, թե ինչ կարող է լինել, եթե ասենք Հայաստանում ընդդիմադիրները կան իշխանության։ Սա դառել է նորմալ ճակերտներում, նոր նորմալություն, հա, սենց այս COVID-ի վաղտ էին ասում, չէ, նոր նորմալություններ։ Սա հիմա հայկական քաղաքական անցուդարձում, ներքին քաղաքական կյանքում դառել է նոր նորմալություն, սա ընկալվում է բան եւ այսպես ասենք ամեն ինչից խոսվում է բացի սրանից։